Փաշինյանը հետևելով Սաակաշվիլիի օրինակին նույն ճակատագրին է արժանանալու։ Նմանությունները եւ զարգացումները կարծում եմ շատ համընկնում են եւ վաղճանն էլ կարծում եմ այդպես է լինելու։ Փորձառու քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը հիշեցնում է, Սաակաշվիլին էլ փորձեց արշավել Վրաց ուղղափառ եկեղեցու դեմ։ Ժողովուրդը ճակատագրական հակահարված տվեց։ 2021-ից Վրաստանի նախկին նախագահը ձերբակալված է։ Նա էլ իր վաղճանը գտավ վրացական եկեղեցու դեմ պայքար սկսելով եւ վրաց ժողովուրդը շատ կտրուկ, շատ միասնաբար հակադարձեց դրան։ Վարդանյանը վստահ է, Նիկոլ Փաշինյանի հրահանգով է կալանավորվել հայ գործարար Սամվել Կարապետյանը, երբ փորձել է խոսքով աջակցել հայ առաքելական եկեղեցուն։ Մեծ մարդիկ չարիք չեն բերում, մեծ մարդիկ բարիք են ստեղծում, բարիք են բերում, իսկ չարիք բերում են ոչնչությունները։ Սամվել Կարապետյանի գործը կյանքի բոլորի աչքի առաջ է։ Բացի հակաեկեղեցական արշավից Սաակաշվիլին ու Փաշինյանը ուրիշ նմանություն էլ ունեն։ Վարդանյանը նկատում է։ Սաակաշվիլին երբ նոր էր իշխանության եկել, գովերգում էր գործարար Բիձինա Իվանիշվիլիի ներդրումները Վրաստանում, հետո քննադատեց այնպես, ինչպես հիմա Փաշինյանն է քննադատում ու կալանավորում իր երբեմնի գովերգած Սամվել Կարապետյանին։ Վստահեցնում եմ ձեզ, Սամվել Կարապետյանը ուժեղ կամային մարդ է եւ այս հերթական ապօրինությունը այս իշխանությունը չի մարսելու։ Եվ երբ սկսում եմ խոսել, չեմ կարողանում կանգ առնել, ընդհատեք ինձ։ Երբ մի քանի օր առաջ այդ մարդը ՆՓ-ն ասում էր, որ չենք հանդուրժի որևէ սպառնալիք Հայաստանի Հանրապետության հանդեպ Հայաստանի հեղինակության վիրավորում, ինքը կարծում եմ նկատի ուներ հենց ինքը իրեն։ Հայ գործարարին կալանավորելու Փաշինյանի ֆեյսբուքյան հրահանգները ըստ Վարդանյանի պայմանավորված են նրա վախերով։ Հավանաբար հասկացել է, որ մեծ հեղինակություն վայելող բարեգործի աջակցությունը եկեղեցուն եւ հոգեվորականներին տապալելու է այն ծրագիրը, որն ինքը թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգով է սկսել։ Աղքատությունը Նիկոլ Փաշինյանի ոսկորների մեջ է։ Նա երբեք չի կշտոնալու։ Վախը նրա կակուղ փափուկ հյուսվածների մեջ է, որը երբեք չի անցնելու այդ վախը հաղթահարելու համար, նա փորձելու է ցանկացած քայլի դիմել։ Որ Կարապետյանից քաղաքական հաշվեհարդար են տեսնում, չի կասկածում նաև պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը Տիգրան Աբրահամյանի խոսքով Փաշինյանը հավանաբար Սամվել Կարապետյանին քաղաքական մրցակից է համարում։ Ներքաղաքական հաշվարկի տրամաբանությամբ իշխանությունը շարժում է, այստեղ ովքեր իրեն կարող են որևէ ձևով խոչընդոտ ստեղծել ուղղակի կամ անուղղակի ձևով, փորձ է արվում նրանց թիրախավորել եւ պարզապես խաղից հանել։ Իսկ հնարավոր է Փաշինյանը Սամվել Կարապետյանին Ալիևին հանձնի։ Հայ գործարարի նկատմամբ դեռ 4 տարի առաջ էր հետախուզում հայտարարել Ադրբեջանը։ Կարապետյանի կալանավորումից հետո ադրբեջանական մամուլը գրում է, թե որպեսզի հավատան Փաշինյանի խաղաղասիրական ճառերին, նա պետք է հայ գործարարին ուղարկի Բաքու։ Տխմարություն, ՔՊԱ-ականներն այսպես են որակում ադրբեջանական մամուլի պնդումները եւ չեն էլ ուզում մեկնաբանել։ Բացարձակ ներողություն արտահայտությանս, տխմարություն այս վերլուծությունը, որևէ արձագանք, մեկնաբանություն սրան չի էլ կարող հնչել։ Սամվել Կարապետյանին արմավիր քրեակատարողական հիմնարկ են տարել, որպեսզի կարողանան կանխել հնարավոր բողոքի ակցիաները Երևանում, համոզված է Աղվան Վարդանյանը։ Եվ կալանավայրում էլ Կարապետյանի հետ հանդիպել չեն կարող պատգամավորները, հանդիպումների արգելքի խստագույն ռեժիմ է սահմանված։ Հայաստան խմբակցության պատգամավորը չի բացառում բողոքի ակցիաները, բայց շատ բան կախված է հենց Կարապետյանի որոշումներից։ Սամվել Կարապետյանը ուժեղ կամային եւ հայ մարդ է եւ որևէ նման հիստերիկ քայլերով զսպել հնարավոր չի լինելու։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։